ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բավականին հետաքրքիր, բավականին բազմիմաստ եւ վտանգավոր նաեւ կարելի ասել հայտարարություն է արել, նշելով, որ իրենք ամեն ջանք գործադրում են, որպեսզի կանխվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առկա կամ հասունացող էսկալացիան։ Տպավորություն է, որ Հայաստանի շուրջ տեղի են ունենում որոշակի գործընթացներ, որոնցից հայ հանրությունը տեղյակ չէ, որովհետև Հայաստանի Հանրապետության ազգակործան իշխանությունները որևէ կերպ մեր հանրությանը չեն լուսաբանում Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերների մասին։ Թեմայի վերաբերյալ ես զրուցել եմ հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի հետ։ Պարոն Ղազարյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Մարկո Ռուբիոն բնականաբար պատական մարդ չէ, բարձրաստիճան պաշտոնյա, որը հստակ տիրապետում է տեղեկությունների եւ բնականաբար պատահական չէր նրա այս խոսքը։ Ինչի մասին է նա խոսել ըստ էության։ Նախ ոչ միայն պատահական մարդ չի, այլ նաև շատ կարևոր մարդ է, որովհետև մենք խոսում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի մասին, որը նաև հանդիսանում է Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար, այսինքն նրա տեղեկությունները տարածաշրջանի հնարավոր զարգացումների վերաբերյալ մամուլից չեն։ Դրանք շատ լուրջ տեղեկություններ են եւ ունեն հավաստիության չափազանց բարձր աստիճան, եւ ընդ որում պետքարտուղար այդ մասին խոսում է ԱՄՆ-ի խորհրդարանում պատգամավորներին իր հերթական զեկույցի ներկայացման շրջանակներում։ Այսինքն էսկալացիայի վտանգը փաստորեն ունի հասունության չափազանց բարձր աստիճան, այն չափի, որ անհանգստացնում է Միացյալ Նահանգներին, որ Միացյալ Նահանգները ըստ պետքարտուղարի փորձում է զսպել հնարավոր զարգացումներ, այսինքն նրանք ունեն դրսևորման ակնհայտ մեծ հնարավորություն եւ թերևս Միացյալ Նահանգների նաեւ ներգործությունն է, որ զսպում է այդ էսկալացիան եւ կարելի է այս տեղեկությունները համադրել այլ պաշտոնական տեղեկությունների հետ, որոնք որ ամբողջացնում են պատկերը։ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարի այց Հայաստան, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի այց Հայաստան, դրանից առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի այցելություն Իրան։ Ինչ-որ խտացում կա իրադարձությունների զարգացումների, որովհետև թվարկածս պաշտոնյաները նրանք զբոսաշրջիկներ չեն եւ Հայաստան չեն գալի, ասենք Իրանի պաշտպանության նախարարը կամ Ռուսաստանի արտգործնախարարը գրեթե միաժամանակ նույն օրը, պատահական չի, որ նրանք գալիս են Հայաստան եւ չեն գալի տեսարժան վայրերը դիտելու կամ հայկական հյուրընկալությունը վայելելու, նրանց օրակարգը ըստ էության է եւ առարկայական։ Եվ տպավորությունն է, որ Հայաստանի շուրջ տեղի ունենում զարգացումներ, որոնց մասին մեր ուշադրությունը պարզապես շեղում են վարչապետի տիկնոջ անհասկանալի գրառումներով եւ ակտիվությամբ, հանրային խոսույթը տեղափոխելով այլ դաշտ, երբ որ իրական զարգացումները, անվտանգային մարտահրավերները, սպառնալիքները շատ ավելի տեսանելի են դառնում։ Դրան զուգահեռ նույն օրը Ռուսաստանի արտգործնախարարի եւ Իրանի պաշտպանության նախարարի Հայաստանում գտնվելու օրը Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, որոնք հեռացնում են այսպես կոչված խաղաղության համաձայնագրի իրականություն դառնալու գաղափարից, այսինքն այդ համաձայնեցված կոչված դրույթները դրանք ըստ էության դարձել են Հայաստանի համար միակողմանի կատարման ենթակա պարտավորություններ, որովհետև եթե դրանցից մեկը վերաբերում է այն ինչ-որ տեղյակ ենք այդ 15 կետերից 2-ին ենք տեղյակ, այն էլ Իլհամ Ալիևի շնորհիվ ԵԱԿ Մինսկի համանախագահության ձևաչափի դադարեցում Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Հայաստանը կարող է լինել նախաձեռնողը դրա իրականացման։ Հետևաբար կարելի է ենթադրել, որ այդ պահանջները, որոնք դրված են, դրանք միակողմանի կատարում են։ Տեսեք, մենք մինչև հիմա ենթադրություններ ենք անում տարբեր հայտարարություններից, թե ինչ կարող է բովանդակի այդ հայտարարությունը, այդ համաձայնությունը։ Եվ իմ տպավորությամբ դա վերաբերելու է նաև հայկական բանակին, որ Հայաստանը պետք է ապառազմականացվի, լինի ոչ դաշինքային պետություն, այսինքն դուրս գա բոլոր տիպի հնարավոր դաշինքներից, պատահական չի հապկին Հայաստանի անդամակցության սառեցումը, դա այդ պահանջների տրամաբանությամբ է, եւ որ նաեւ Հայաստանը զինված ուժեր չունենա։ Ու զուգահեռ այսօր կառավարությունը հավանություն է տալի
քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներից մեկի ներկայացրած նախագծին, որ Հայաստանում կարելի է փող վճարել եւ բանակում ծառայել։ Ну, ասենք, դա սանատորիա չի, էլի, բանակում ընդհանրապես զինվորական ծառայության ժամկետը ուղիղ կապված է մարտական խնդիրների կատարման հետ, զինծառայողների զինվորական ծառայության նախապատրաստության հետ, այսինքն ուսումնական տարիներ գոյություն են բանակում, պլանային գործողություններ արվում, որը հնարավորություն է տալի արդյունավետություն ունենալ որոշակի ժամանակահատվածում, այսինքն այդ 2 տարի որ ծառայության ժամկետ է սահմանված, դա այտենց զվարճանքի ժամանցի համար չի, որ ասես դրա այդ նույնը կարելի անել ենթադրենք 1 տարում, ոչ, այն ինչ որ կարելի անել 2 տարում, հնարավոր անել 2 տարում, որ հենց այդ օրինագծի թեկուզ ընդունմամբ կառավարությունը որ հաստատեց, դրանով կատարվում է պահանջներից մեկը այո, բանակը աստիճանաբար պետք է ինչ որ մի հատ քայլ է կատարվում այդ պահանջի ցույց են տալի, այսինքն մենք ինչ ունենք փաստ Ալիևի հայտարարությունը, որ իրենք համաձայնությունը չեն ստորագրելու, առաջ են քաշում նոր պահանջներ, այդ նոր պահանջներին զուգահեռ ձևակերպվում են տարբեր ոլորտների, նույնիսկ ոչ կառավարական, կրոնական կազմակերպությունների կողմից հայտարարություններ, չէ, ասենք մի կողմից Ալիևը խոսում է նորից Հայաստանի տարածքում ադրբեջանցիների բնակեցման խնդիրների մասին, զուգահեռ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը խոսում է Երևանում իրենց մասնաճյուղի բացման մասին, չգիտեմ դրա մասին է նաև կադրային որոշումների մասին չի ասել, ասենք չգիտեմ Արսեն Թորոսյան արդեն նշանակվել է այդ պաշտոնում թե չէ, բայց կարծում եմ հիմնական հավակնորդներից մեկը կարա լինի, բայց մասնաճյուղ Երևանում Ադրբեջանի հոգևոր ուրեմն ծառայության մասնաճյուղի բացում եւ արևմտյան Ադրբեջանի խոսույթի նորից զարգացում նախագահի համաժողով էր եղել, որ նաև իրենց դիտարկմամբ նաև գիտաժողով էր, իբրև թե պատմաքաղաքական ուղղվածության եւ Ադրբեջանի նախագահ Ալիևը ուղերձով էր հանդես եկել ուղղված այդ միջոցառման մասնակիցներին, որտեղ ըստ էության նա հերթական անգամ Հայաստանի առջև տարածքային պահանջներ էր դրել եւ նշել էր, որ իբրև թե Սյունիքից եւ առասարակ Հայաստանի Հանրապետությունից 1918-20 թվականների ընկած ժամանակահատվածում, նաեւ 80-ականների, 90-ականների այդ շրջափուլում իբրև թե էթնիկ զտում է եղել եւ պետք է 100,000-ավոր ադրբեջանցիներ վերադառնան իր բառերով ձևակերպած իրենց պատմական հայրենիք։ Ընդ որում դրան զուգահեռ Իլհամ Ալիևը եւ ադրբեջանական տարբեր օղակներ բարձրաձայնում են նաև 2 այլ խնդիր դրա հետ փոխկապակցված, մեկը դա ֆինանսական բաղադրիչն է, մյուսը անվտանգային, այսինքն որ ակնկալում են եւ պահանջում են իրենք, որ Հայաստանի կառավարությունը պետքա նաև փոխհատուցի այն ադրբեջանցիներին, ովքեր որ լքել են Հայաստանը եւ իրենց հաշվարկներով դա կազմում է մոտարապես 17 միլիարդ դոլար, խոսքը միայն այդ ադրբեջանցիներին տրվելիք փոխհատուցումների մասին է, մեր հեռուստադիտողների համար որպեսզի հասկանալ լինի համեմատության մեջ թե ինչի մասին ենք խոսում, Հայաստանի տարեկան բյուջեն 7 միլիարդ դոլար է, մեր կուտակած բոլոր պարտքերով, ամեն ինչով, դրան սպասարկումով, բոլոր ոլորտի ծախսերով հանդերձ եւ Հայաստանից պահանջում է 17 միլիարդ դոլարի փոխհատուցում միայն այդ ադրբեջանցիներին, ես չեմ խոսում մնացած պահանջների ֆինանսականի մասին եւ երկրորդը անվտանգային, որ Իլհամ Ալիևն ասել է, որ Հայաստան վերադարձող ադրբեջանցիների անվտանգությունը կարող են ապահովել միայն Ադրբեջանի համար բարեկամ երկրների ոստիկանությունը կամ հատուկ ծառայությունները, նո, այսինքն դա նշանակում է, որ Հայաստանում պետք է լինի 2 ոստիկանություն, մեկը հայկական համազգեստով, մյուսը ադրբեջանական կամ թուրքական, որը որ պետք է ապահովի նրանց անվտանգությունը, այսինքն իրենք խոսում են պետության ընդհանուր վերջնական կազմաքանդման մասին, եւ դրա իրավական հիմքերն ստեղծում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսույթը, որ պետք է հրաժարվել անկախության հռչակագրից հենց դրա մասին, այսինքն լուծարել, վերացնել այն պետությունը, որը ստեղծվել է այդ փաստաթղթով, եւ զուգահեռ գրեթե եթե նկատել եք այդ երկու թեզը ինքը միշտ ներկայացնում է միաժամանակ եւ անկախության հռչակագրի իրավազորության կասկածի տակ դնող դրանից հրաժարվելու գաղափարը միշտ զուգահեռ ներկայացնում է ադրբեջանական սահմանադրությունը
եւ նշում անպայման արդեն թվերով, որ ըստ Ադրբեջանի գործող սահմանադրությամբ արդեն մնացած Հայաստանի այս հատվածի 60-ից 70% ունի ադրբեջանական պատկանելություն։ Այսինքն զուգահեռ նաեւ ստեղծում է իրավական հիմքերը այդ ամենը իրագործելու համար։ Իդեպ Փաշինյանի մասով ձեր խոսքի համատեքստում մեկ նկատառում անեմ։ Սերգեյ Լավրովը Հայաստանում գտնվելու ընթացքում բավական հետաքրքիր մի հայտարարություն արեց, նշելով, որ իրենք հասկանում են այսօրվա օբյեկտիվ իրականությունը, բայց հայկական կողմը չպետք է հրաժարվի իր պատմությունից։ Եվ անգամ լուսանկար տեղադրվեց Լավրովի լուսանկարը Արարատ լեռան ֆոնին, ըստ ինչ է դա խորհրդանշում եւ նաեւ Լավրովի խոսքը ինչպես կմեկնաբանեք։ Լավրովը մի քանի հայտարարություններ արել, այսինքն դրանք պետք է իրենց համատեքստում դիտարկել, նոր Լավրովը չի կարող խոսել մեր հայկական շահերի տեսանկյունից։ Նա ընդամենը ցավալի արձանագրում այն է, որ նույնիսկ օտար երկրի պաշտոնյաներն են հիմա փորձում ինչ-որ ձևի փրկել այն գաղափարական շահեկան թեզերը, որոնք կարող են ինչ-որ չափով օգտակար լինել Հայաստանին եւ հայ ժողովրդին, այսինքն Հայաստանի իշխանությունները ամբողջությամբ սպասարկում են ադրբեջանա-թուրքական օրակարգ եւ Ռուսաստանի արտգործնախարարն է փորձում գտնել ինչ-որ բաղադրիչներ, թեզեր, որոնք կարող են պահպանել հայկականությունը կամ մեր պետականությունը, դե պարզա որ դա էլ իրենց շահերի համատեքստում, որովհետեւ պարզա որ Ռուսաստանին ոչ մի կերպ ձեռնատու չի հայկական պետականության կործանումը, առավել եւս այդ տարածքի վրա ուժեղ թուրքական պետության ստեղծումը, որովհետեւ դա իրական վտանգ եւ սպառնալիք է Ռուսաստանի համար, ոչ միայն տնտեսական անվտանգության իմաստով, ասենք միջինասիական վառելիքաէներգետիկ ռեսուրսները արդեն Եվրոպա արտահանելու իմաստով, ինչը որ տնտեսապես վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար, եւ դրա հետ միասին, ասենք թուրքական պետության հզորացում այս հատվածում, դա նշանակում է նաեւ հյուսիսային Կովկասում նորից անջատողականության process-ների խրախուսում, զարգացում, ինչը որ արևմուտքը Թուրքիայի միջոցով կարճ ժամանակահատվածում է իրականացնելու եւ բնականաբար Ռուսաստանը որևէ ձևով փորձում է իմ կարծիքով, ամենայն դեպս նախարարի հայտարարությունները դրա մասին էին, պահպանել գոնե եղածը եւ գոնե քննարկման առարկա դարձնել այն կորուստները, ինչը որ մենք ունեցել ենք, բայց Հայաստանի իշխանությունները ինչ են անում, քննադատում են իրենց կորուստները վերագրում են Ռուսաստանին, չէ՞, Լավրովն իրան համաձայնությունը հայտնեց, ասենք Ղարաբաղ Ադրբեջանին հանձնելը Ռուսաստանին վերագրելու կամ Հայաստանի սահմանների պաշտպանության հետ կապված Հայաստանի իշխանությունների թերացումների 22 թվի ադրբեջանական ագրեսիան չդիմակայելու, ջերմուկի վրա հարձակումը, տարածքներ զավթելը նորից Ռուսաստանին դրա մեջ մի, այսինքն ես չեմ հասկանում ոնց պիտի այլ երկիր պաշտպանի մեր երկիրը, եթե մեր երկրի ղեկավարները եւ ռազմաքաղաքական ղեկավարությունը դա անելու մտադրություն չունեն։ Հետաքրքիր մի իրադարձություն տեղ ունեցավ Լավրովի այցի համատեքստում, այդ տեսակ տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունները քաղաքացիներին քարոզել են, որ իրենք շարժում են դեպի արևմուտք, դեպի Եվրոմիություն, անգամ օրինագիծ էին բերել այդ համատեքստում եւ Արարատ Միրզոյանը համատեղ բրիֆինգի ընթացքում հայտարարեց, որ իրենք Եվրոմիություն չեն շարժվում, բանակցություններ այդ համատեքստում չկան, ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով խոսակցությունները վաղ են, հայ-ռուսական հարաբերություններում իրենք փորձելու են ավելի խորացնել կապերը, սա ինչ է նշանակում, հա, արդյոք մենք գործ ունենք այցի Պերիա-Նատաշա սկզբունքի հետ։ Գիտեք, անկախ դրանից, թե ինչ հայտարարություններ է անում Արարատ Միրզոյանը, մարդիկ հիմար չեն եւ շատ լավ հասկանում են եւ տեսնում են, թե ինչ իրական քաղաքականություն է վարում այս իշխանությունները։ Արարատ Միրզոյանի ասացի մեջ մի ճշմարտություն կա, որ նրանք իսկապես չեն ձգտում Եվրամիության իրական անդամակցության, Եվրամիության հետ հարաբերությունների խորացման։ Նրանք ձգտում են Հայաստանի պետականության կործանման, այդ է Արարատ Միրզոյանի, Նիկոլ Փաշինյանի եւ մյուսների խնդիրը, ոչ թե Հայաստանը եվրոպական պետություն դարձնելը, այլ Հայաստանը թուրք-ադրբեջանական
տարածք դարձնելն է, իրենց նպատակը մեր պետությունը կործանելն է, եւ այդ իմաստով կարող է ճշմարտություն կա, որ իրանք Եվրամիությանը չեն ձգտում։ Բայց եթե այդ հայտարարությունը անում է մի քաղաքական կուսակցության ներկայացնող քաղաքական գործիչ, որի քաղաքական կուսակցության անվանումով խմբակցությունը, միայն այդ խմբակցության մասնակցությամբ ազգային ժողովում ընդունվում է օրենք, որը մի նախադասությանոց օրենք է եւ ասում է հրճակվում է Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության անդամակցության գործընթաց, այդ հայտարարությունը լսող ցանկացած մարդ ուզում է Ռուսաստանի արտգործնախարարն լինի, ուզում է ցանկացած ուրիշ մի մարդ լինի, մոտը հարց առաջանում։ Բայց եթե դուք ցանկություն չունեք Եվրամիության անդամակցելու, ձեր քաղաքական թիմը հենց այդ ձևակերպմամբ օրենքի կառուցվածք չունեցող, օրենքի բովանդակություն չունեցող տեքստը որպես օրենք ինչ նպատակով է ընդունում։ Եթե դու երբ որ այդ տեքստը գրած է, որ Հայաստանը սկսում է Եվրոպական միության անդամակցության գործընթաց, եւ դա դուք եք ընդունում ձեր քաղաքական թիմով եւ ձեր կառավարությունը, որի անդամ է Արադ Միրզոյանը, տվել է դրական եզրակացություն այդ օրենքի նախագծին։ Բարձր չէ, որ արտգործնախարարության կարծիքը առաջնային է եղել կառավարության եզրակացությունը տալու համար։ Հիմա ասենք ում է ուզում ինքը դրանով հիմարի տեղ դնի կամ ո՞նց է հնարավոր մարդկանց հիմարի տեղ դնել։ Երբ որ ասենք Սերգեյ Լավրովի հանդիպումից 1 օր առաջ Արադ Միրզոյանը հյուրընկալել է Երևանում Արևելյան Եվրոպայի եւ ասիական տարբեր երկրներում Եվրամիության դեսպաններին եւ նրանց արչեւ ելույթ ունենալով խոսել է Եվրամիության հետ ավելի սերտ համագործակցության զարգացման համար, ընդ որում մենակ խոսում է իրականության մեջ Եվրոպական միության հետ ոչ մի սերտացում հարաբերությունների զարգացում գոյություն չունի, ճիշտ հակառակը, կա ռեգրես գրեթե բոլոր ուղղություններով։ Եվրամիության հետ համագործակցությունը Հայաստանը մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը բարձրացրել էր ինստիտուցիոնալ մակարդակի 2017 թվականի նոյեմբերի 24-ի ՍԵՊԱ-ի համաձայնագրով, որը մինչև 18 թիվն է եղել։ Վավերացումը ուժի մեջ է մտել, արդեն իրենց պաշտոնավարման իրանք դրանով ոչ մի ջանք չեն գործել։ Ես դեռ Լեհաստանում եմ, որ Լեհաստանի խորհրդարանի երկու պալատները դա վավերացրեցին։ Դեռ ես էի դեսպան Լեհաստանում։ Իդեպ ՍՊԱ-ում հենց նաև Արցախի մասին։ Արցախի մասին, բայց ինչ ունենք մենք այսօր։ Եվրամիությունը վերացրեց Հայաստանի հետ առևտրի GSP+ առևտրային ռեժիմը, որով 7000 անվանում ապրանք Հայաստանից Եվրամիություն արտանելուց մաքսատուրքից ազատվում էին։ Հիմա դրա հետևանքով Պարենային տարբեր տիպի ապրանքների արտահանումը Եվրոպական միությունում 4 անգամ կրճատվել է։ Գոյություններ ուսանողների փոխանակման ծրագիր Erasmus Mundus+։ Այդ ծրագիրը չեղարկվել է, այլևս Հայաստանի ուսանողները եվրոպական բուհերում կրեդիտներ հավաքելու իրենց կրթական փոխանակման հնարավորությունից զրկված են։ Մարդկանց շարժունակություն, վիզայի ազատականացման ուղղությամբ ոչ մի ռեալ քայլ չկա, բիոմետրիկ անձնագրերի համակարգ, որ նախկինում ներդրված էր, չեղարկել են, նոր են ուզում, նոր կառավարությունը նոր որոշում է ընդունել, որ պետք է ներդնեն, դա գլխավոր պայմաններից մեկն է, այդ Եվրամիության հետ, Շենգենյան երկրների հետ ազատ տեղաշարժի հնարավորության ստեղծման համար։ Արտաքին գործերի փոխնախարարը խոստովանում ասում է ունենք ռեգրես, վիզաների տուրքերի գումարները ավելացել է, մերժումների քանակը ավելացել է, հերթերը շատացել են, այսինքն մարդկանց գնա Շենգենյան վիզա ստանալու հնարավորությունները սահմանափակ։ Ես ում հասկանամ անվտանգային ոլորտում չեն համա, տնտեսական ոլորտում հիշեք Եվրամիությունը պատերազմից հետո խոստացավ բարձր մակարդակով հայտարարեցին մոտ 2.6 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն, հատկապես Վայոց ձորի եւ Սյունիքի կարողությունների ամրապնդման, այնտեղ շրջանցող ճանապարհների, չէ՞, նոր սահմանների, նոր անվտանգային գործոններով պայմանավորված շրջանցիկ ճանապարհներ, թունելներ կառուցել, տնտեսական զարգացման ենթակառուցվածքների ոչ մի տեղաշարժ հետողությամբ չկա։ Մի վրան էին խոստացած վերջերս 10 միլիոն դոլարանոց բժշկական սարքավորումներով, պարզվեց էդ էլ չեն կարող տան հունգարիան վետոյա կիրառել։ Այսինքն ոչ մի ոլորտում իրանք իրական համագործակցություն չունեն։ Իսկ ասում է հապկից ասում է մեր անդամակցության դուրս գալու հարցը վաղաժամ։ Այդ ոչ ինչա վաղաժամ, բայց դուրս ենք եկել մենք հապկից։ Եթե այդ կազմակերպության անդամավճարը չենք վճարում։ Ինչը որ փաստ է, ասում եմ, ինչ որ փաստ է։ Դեսպանին հետ ենք կանչել, չենք նշանակում։ Գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից հրաժարվել ենք, տեխնատու չենք տալի, որ նշանակվի։ Զորավարժություններ մեր երկրի տարածքում չենք ընդունում, այլ երկրներում հապկի զորավարժությունների մեր զորամիավորումները
չեն մասնակցում ՀԱՊ գագաթաժողովների Նիկոլ Փաշինյանը չի գնում արտգործնախարարը նախարարական կոմիտեներին պաշտպանության նախարարը անվտանգության խորհրդի քարտուղարը չեն գնում խորհրդարանական պատվիրակությունը ՀԱՊ-ի խորհրդարանական վեաժողովներին չի մասնակցում բա այդ կազմակերպությունից դուրս գալ էլ ո՞նց է ալնում հայտարարել են մի սառեցման ռեժիմի մասին որը ՀԱՊ-ի կանոնադրությամբ նախատեսված չի Փաստացի դուրս են եկել այդ կազմակերպությունից, ասում եմ, վաղ ժամը, որ մենք այդ մասին, ոնց է վաղ ժամ, երբ որ մենք փաստացի դուրս ենք եկել այդ կազմակերպությունում որոշումների կայացման գործընթացին չենք մասնակցում, որևէ դերակատարում այդ կազմակերպությունում այլևս չունենք։ Ասելով խոչի։ Տեսեք, մենք ունենք խնդիրներ ռուսների հետ հարաբերությունների համատեքստում, խնդիրներ կան Եվրոմիության հետ, դուք նշեցիք Եվ կարծես թե Փաշինյանի օրոք Հայաստանը ըստ էության հայտնվել է, այսպես ասած, իզգոյի կարգավիճակում։ Այո, բոլոր ուղղություններով։ Տեսեք, ասենք մայիսինի զորահանդեսը Մոսկվայում, չէ՞։ Եվրամիության ղեկավարությունը հայտարարեց, ասում է, որ հատկապես հիմա այս ռուս-ուկրաինական հարաբերությունների ֆոնին Եվրոպական միության գործընկեր անդամ երկրների ղեկավարների ներկայությունը մենք դրան կալում ենք որպես բացասական դրսևորում։ Ու ինքը ոչ մի ուրիշ երկիր Եվրամիության հետ ասիկ արևելյան գործընկերության ծրագրի երկրներից եւ այլ չի գնացել Մոսկվա։ Ինքը գնացել է, այնտեղ է գնացել մերժված, ոչ մի երկկողմ հանդիպում չի ունեցել, ոչ Ռուսաստանի նախագահի հետ, ոչ այլ պետությունների պատվիրակությունների հետ։ Ինքը իր գլխարկը ընդ է ու հեծանիվ է չքշես, որ ասենք գոնե գնացել էր հեծանիվ քշեր։ Ինքը Մոսկվայում քշել է հեծանիվ։ Հետո գալիս է մի քանի օր հետո գնում է Ալբանիայում Եվրամիության չէ, Եվրոպական համայնքի պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին միակ մարդը, որ գնացել էր Մոսկվայի զորահանդես։ Նույնն նրանք են, չի ասում, ասում են, ես դու մա հասկանանք, դու ինչ ես եկես, բայց պարզ է ինչի ագին, խոսքը չէր գնացել եվրոպական երկրների հետ հարաբերություններ գնացել էր Ալիևի կողքերը պտտվելու համար, Էրդողանի կողքերը պտտվելու համար, որ Նազալի Բաղդասյանը մի հատ լուսանկար հրապարակի Միջանցքում ինչ-որ պատահական հանդիպումից, որը չպլանավորված, չնախատեսված, չկազմակերպված հանդիպում։ Հայձանկով է Պապյան։ Գնաց, ասենք, սուրճ է հյուրասիրում, մատուցող Նայիլամ Ալիևի, ես ու ակնհայտ երևում է, չէ, իր կեցված, ոչ մի պայմանավորվածություն ձեռք չեն բերում, Էրդողանը ձեռքով կանչում է, հետո իրան ձեռքով էլ նաև ասում արդեն կարող ես գնաս, հետո Իլհամ Ալիևի թևանցուկ շարունակում է իր զրույցը։ Այսինքն այդ ստորացում ինքը գնացել էր Ալիևի եւ Էրդողանի արչեւ ստորանալու, ընդ որում գնացել էր մի ձևաչափով հանդիպման, որտեղ կայացվել են վերջի շրջանում Հայաստանի եւ հայ ժողովրդի համար ամենախայտառակ որոշումները, որովհետեւ առաջին անգամ այդ եվրոպական համայնքի ոչ պաշտոնական գագաթաժողովը դեղել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, որտեղ տեղի ունեցել իր առաջի հանդիպումը Էրդողանի հետ եւ հայտնի հայտարարության ստորագրումը, որով առաջին անգամ Հայաստանից ղեկավար գտնվեց, որը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Հաջորդ տարին 2023 թվականի հոկտեմբերի 5-ին նույն ձևաչափում էր Իսպանիայի Գրանադա քաղաքում տեղ ունեցած հանդիպումը, որի ընթացքում Ալիևը չէր գնացել եւ նոր հայտարարություն ստորագրվեց Հայաստանի տարածքի, Ադրբեջանի տարածքի վերաբերյալ, որտեղ Ալիևի ստորագրություն գոյություն չունի, բայց ելի փաստացի վերահաստատվեց հայկական դիրքորոշում Արցախ-ադրբեջանական տարածք ճանաչելու իմաստով։ Անդրադառնանք ներքաղաքական իրողություններին, ազգակործան Պատուհասի կինը կամ ընկերուհին հետաքրքիր կերպով փորձում է ակտիվություն դրսևորել եւ բավականին լպիրշ լեքսիկոնով է հանդես գալիս քննադատելով սեփական ընդդիմախոսներին կամ իրենց քաղաքական թիմի ընդդիմախոսներին։ Ինչի մասին է սա վկայում, ինչ խնդիր է փորձում լուծել Աննա Հակոբյանը կամ ռեժիմը քարոզչական այս արշավը նախաձեռնելու համատեքստում։ Ես կարծում եմ, որ նրան առհասարակ պետք է ուշադրություն դարձնել, որովհետև նա առանց այդ չափից շատ է հայտնվում իր անհասկանալի ակտիվությամբ հանրային խոսույթում, քննարկման տիրույթում։ Ես կարծում եմ, որ նա առհասարակ պետք է մերժված լինի եւ որևէ մեկը առհասարակ նրան այլևս պետք է ուշադրություն չդարձնի։ Ակնհայտ է, որ նա հատկապես նման ակտիվությունը չի կարող չցուցաբերի առանց ամուսնու հետ
այդ կողակցի հետ համաձայնեցման, ես նույնիսկ կարծիք ունեմ, վստահ չեմ կարող ասել, որ դա տենց ա եղել, բայց կարա իրավունք ունի գոյություն ունենալ կարծիքը, որ դա ոչ թե Աննա Հակոբյանը անում, այլ Նիկոլ Փաշինյան Աննա Հակոբյանի օգտահաշվից, ասենք, վերցնում է հեռախոսը եւ կատարում է գրառումներ, որովհետեւ ցանկացած կնոջ պարագայում կնոջ բնույթը այնպեսին է, որ նա ինչքան էլ անդաստիարակ ու սանձարձակ լինի, դժվար թե նման բան անի։ Հետևաբար ես մտածում եմ, որ դա նույնիսկ ինքը չի անում։ Ասենք ամուսինն է անում իր անունից։ Նրանց տանը իմաստով խառը վիճակ։ Օրինակ ասենք Վահե Ղազարյանը WhatsApp-ով հաղորդագրություն էր ստացել, որ պետքա դիմում գրի, ու տենց էլ հանդիպում չի եղել, գիտեք, չէ՞, Նիկոլ Փաշինյանի հետ, որ իրեն քննարկեն բան։ Ով ասում որ Նիկոլ Փաշինյանն է գրել։ Կարող է Աննան է գրել։ Իմ կարծիքով մեծ հավանական, ասենք դրանց տանը միտեղ հեռախոսները դրած է, ով հասցնում։ Հələ մենք չգիտենք թե Արփին ինչ է գրում։ Ասենք Արփին կարող է հոր հեռախոսը վերցնի ու մտնի քաղաքացիական պայմանագիր խմբակցության հետ խումբ ունեն, չէ՞։ Այդ խմբին մի հատ ենթադրեն գրառում անի։ Բոլորդ հաճացեք, վիդեո նկարեք, ուղարկեք այս համարին։ 15 րոպե հետո։ Ով չի անի։ Ով չի անի։ Ով ռիսկ կանի չանել։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ հարցազրույցով, որտեղ ի թիվս նրա, որ հերթական անգամ թիրախավորեց նախկին իշխանություններին եւ երրորդ նախագահին, նա ըստ էության նաեւ բավականին ծաղրական ոճով քննադատեց իմպիչմենթի գործընթացը, համարելով դա անլուրջ, նշելով, որ իրենք չեն պատրաստվում միանալ մի process-ի, որտեղ մարդիկ 48 ժամում իրենց տեխնացուկը պատկերացնեն եւ կարծես թե իրենց կողմից վերջնականապես փակվեց իմպիչմենթին միանալու հարցը։ Ինչ կասեք այս մասով եւ ինչ խնդիր էր առասարակ փորձում երկրորդ նախագահը լուծել իր հարցազրույցով։ Ես այն կարծիքին եմ, որ երկրորդ նախագահը իսկապես շատ լուրջ մարդ է եւ եթե մի հարց ինքը դառնում է խորը ուսումնասիրության եւ քննարկման առարկա, որի վերաբերյալ նաեւ իր կարծիքն է արտահայտում, արդեն իսկ վկայում է այդ թեմայի լրջության մասին։ Որովհետեւ եթե իմպիչմենտի թեման անլուրջ լիներ, կարծում եմ, որ ինքը որպես լուրջ մարդ դրան առհասարակ չէր անդրադառնա։ Իսկ եթե անդրադառնում ան, որում անդրադառնում է ոչ միայն իր այդ հարցազրույցով, այլ նաեւ իրենց ամբողջ խմբակցության հայտարարությամբ, իրենց падգամավորների տարբեր հարցազրույցներով եւ այլը, դա արդեն վկայում է այդ թեմայի լուրջ լինելու մասին։ Այլ բանա թե այդ լուրջ թեմային, որը վերջին շրջանում դարձել է մեր հասարակական քաղաքական կյանքի գլխավոր օրակարգային հարցը, որում միակ օրակարգային հարցը, որի թելադրող, ասենք, Նիկոլ Փաշինյանը չի կամ Աննա Հակոբյանը չի։ Դա այն է, որ իրանք կողքից են ստիպված հետևել իրադարձություններին, որոնք որ ջղաձգվում են որոշակի օրենքով։ Ակնհայտորեն։ Դա արդեն վկայում է այդ թեմայի լրջության մասին։ Ցավում եմ, որ նախագահին լավ չեն զեկուցել այդ գործընթացի իրական քաղաքական իրավական ասպեկտները, որովհետև ռեալ պատկերացումների պարագայում չի քննարկվի, ասենք 36 падգամավորի նախաձեռնության կամ 48 ժամով վարչապետի տեխնացուի լինելու հարցը, որովհետև այդ որոշման կայացման համար 36 падգամավոր չի, որ պետք է 36 հոգու աջակցություն։ Որոշման կայացման համար պետք է 54 падգամավորի աջակցություն։ Հետևաբար, քանի դեռ այդ 54-ը չկա, ոչ ոք չի տանելու նախաձեռնությունը հանձնի ազգային ժողովի նախագահին, եթե իհարկե այդ մեկը Էդմոն Մանուկյանը չի, որը տենց մտադրություն էր եւ բարեբախտաբար խափանվեց նրա մտադրությունը։ Ռեալ լուրջ մարդիկ, ովքեր որ ակնկալում են, որ այդ հարցում պետք է որոշում կայացվի, իսկ մենք որպես նախաձեռնության հեղինակներից մեկը մտածում ենք, որ պետք է որոշում կայացվի եւ դրա համար պետք է 54 падգամավորի ներկայություն, աջակցություն, իսկ այդ դեպքում ոչ թե լինում է տեխնացու 48 ժամով, այլ ընտրվում է նոր վարչապետ։ Եվ այլ բանա, որ իրենք չեն ցանկանում այս պահին դա իրականացնել, ես երկու բան հասկացա, որն է իրենց մոտիվացիան, որ առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանի իրական ազդեցությունի Հայաստան խմբակցության վրա, այդ դիրքորոշումների վրա եւ ըստ էության Հայաստան խմբակցությունն էլ չի փաստացի որևէ падգամավոր չի նախաձեռնում անվստահություն հայտնելու գործընթաց, բայց դա տես չի, որ եթե իրենք այս բանը տենց են մտածում, ստիպված չեն լինելու վերանայել իրենց մոտեցումները։ Ես կարծում եմ, որ
այս գործընթացին դեռ շատ լուրջ զարգացումներ են սպասվում առաջիկայում եւ Հայաստան խմբակցությունը չի կարող հեռու մնալ այդ զարգացումներից, որովհետեւ դրան անգամ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներ են միանալու եւ ցավալի կլինի տեսնել, որ 54 падգամավորները, ովքեր ի վերջո քվեարկելու են վարչապետին անվստահություն հայտնելու համար, նրանում չլինեն Հայաստան խմբակցությունից падգամավորներ։ Ես մեծ ցավ կապրեմ, որ այդպես լինի, բայց հուսով եմ, որ անպայման Հայաստան խմբակցության падգամավորները միաձայն կմիանան այդ նախաձեռնությանը։ Տեսեք, երկրորդ նախագահը իր հարցազրույցում ըստ էության հայտարարեց, որ ինքն է այն մարդը, որը որ ունակ է այս ճգնաժամը հաղթահարել եւ շատերի դիտարկմամբ դա նախընտրական, այսպես ասած, ստարտի ազդարարում էր իր կողմից։ Եվ միգուցե նաև սրանով է բացատրվում այն, որ իրենք երկրորդ նախագահի գլխավորությամբ լուրջ չեն ընդունում, ինչպես իրենք են նշում, եւ չեն պատրաստվում միանալ ձեր նախաձեռնությանը։ Բա ինչին են պատրաստել, եթե հիմա պատկերացրեք այդ նախաձեռնությունը չեղարկվի։ Մենք հրաժարվենք։ Իրենք գնում են ընտրությունների։ Հետո այդ մենք ընտրությունների որգան իշխանության մի անգամ կարծում եմ այտենց փորձ եղել է 2021 թվին, բայց իրենք չեն կարողացել գալ իշխանության։ Հիմա ոնց պիտի գան իշխանության, ասենք ոնց պիտի, ինչ պիտի լինի, որ իրենք գան իշխանության։ Ես դա որևէ կերպ չեմ պատկերացնում, ասենք ընդհանրենք ընդունում ենք, որ փաստը ես ընդունում եմ, օրինակ համաձայն եմ, որ ընդդիմադիր դիրքավորում ունեցող քաղաքական գործիչներից ամենաբարձր վարկանիշը դեռևս ունի Ռոբերտ Քոչարյանը։ Բայց ինչքան է այդ վարկանիշը? 60%-ա, դե 70, ինչքան ես գիտեմ 8-ա։ Թեկուզ ամենաբարձրն է, բայց 8-ա։ Ու հələ պարզ չի, որ իր 8%-ը հավաքելուց ինքը արդյոք 18 էլ չի տալիս Նիկոլ Փաշինյանին, որովհետև կարող է միայն հենց իր հանգամանքով պայմանավորված Նիկոլ Փաշինյանը քվեներ է ստանում իր հանգամանքով պայմանավորված։ Ասենք ընդհանրենք 8%, հետո երկրորդ նախագահի հակառեյտինգի հաշվին։ Հիմա ասենք թե խորհրդանում 100 տեղ պետք է լինի, 8-ը լինում են իր առաջնորդած ու ինքն էլ հրաժարվում է մանդատից, ոնց որ դա եղավ 2021 թվականին։ Մնում են այնտեղ 8 падգամավորներ վերջին շարքում, որպեսզի Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբինյանը եւ Հակոբ Արշակյանը ծաղրեն, ձեռ առնեն, հայոյեն դուրս շպրտեն դահլիճից։ Դրա համար է այդ ամեն ինչը արվում։ Ռեալ հնարավորությունը Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու այսօր անվստահության գոր։ Էլ չեմ ասում, որ դեռևս շատ լուսավոր կարող է լինել հեռանկարը, որ Նիկոլ Փաշինյանը թույլատրի Ռոբերտ Քոչարյանին մասնակցել այդ ընտրություններին։ Ես կարծեմ լսել եմ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ ադրբեջանական բանտում եւս երկու հոգու տեղ կա։ Ես չեմ կարծում, որ նա ինձ ու ձեզ նկատի ունեցե։ Իմպիչմենտի մասով այս փուլում ինչ ունենք։ Այս փուլում մենք ունենք հանրային մեծ անդրադարձ, աջակցություն գաղափարին, որ բոլոր այդ մասին խոսում են այս թվում նաև մենք հիմա, դրա վկայությունն է, որ դա հանրային հետաքրություն ներկայացնող թեմա է եւ գնալով դա դարձել է օրակարգ։ Դա դարձել է օրակարգ, դրա արդյունքում մենք ունենք ազգային ժողովի 3 խմբակցություններից 2-ի գոնե վերաբերմունք հայտարարություն դրա նկատմամբ, հասարակ բանի նկատմամբ դա երբեք չի կարող լինել։ Ունենք փաստացի պաշտոնապես մեկնարկած մեկ գործընթաց Հակոբ Ասլանյանի եւ Հովիկ Աղազյանի նախաձեռնությամբ, որոնք իրենք առաջադրել են վարչապետից, այսինքն պաշտոնապես մեկ գործընթաց արդեն նույնիսկ մեկնարկել է այդ թեմա։ Իհարկե դա չի կաշկանդում, որ այլ գործընթացներ էլ լինեն, բայց առնվազն մեկ գործընթաց նաեւ մեկնարկել է եւ ունենք հնարավորություն նոր նախաձեռնությունների իրականացման համար։ Ես լեգիտիմական կալիք ունեմ, որ ներքաղաքական որոշակի քննարկումների արդյունքում մենք մոտ ապագայում կունենանք նոր նախաձեռնություն, առնվազն մեկ, վարչապետին անվստահություն հայտնելու եւ կախված դրա բովանդակությունից այն կարող է նաեւ լինել դոմինանտ հետագա քաղաքական process-ների համար։ Մենք գիտենք, որ առանց հանրային լայն ճնշման կամ համաժողովրդական ճնշման այդ գործընթացը կձախողվի։ Հիմա հարցս ինչ ծրագրային քայլեր են լինելու փողոցի ակտիվացման համատեքստում։
Ես տեսեք հիմա մենք օրինակ մինչև հիմիկվա մեր որևէ գործողության մեջ հանրային մասնակցության որևէ բաղադրիչ գոյություն չունի։ Ոնց որ թե ծանրաբեռվածությունը աշխատանքի ջանքերի իրագործման անհատական մակարդակում, ասենք օրինակ այսօր ես եղել եմ ազգային ժողովում հերթական հանդիպման ակնկալիքով քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների կամ այդ падգամավորների հետ։ Եվ բոլոր այն դեպքերում, երբ որ ԿՊ-ի ներկայացուցիչներ, իրանք ինձ հետ չեն հանդիպում։ Ազգային ժողովի 2 փոխնախագահներ, 3 падգամավորներ։ Հիմա պարզ է, չէ՞ որ հունիսի ամսին էլ է նախատեսում քաղաքացիների ընդունելությունը։ Ձեր գլուխը շարժելուց ես հասկանում եմ, որ դուք արդեն վստահ եք, որ ես նրանց բոլորին գրանցվելու եմ մասնակցելու համար, բոլորին։ Այդ գրանցման համատեքստում, հա։ Հիմա ասենք թե եթե մի անգամ մենակ գնացի Ռուբինյանի հետ հանդիպման, նա ինձ չընդունեց։ Հիմա ես կարող եմ խնդրել մի 50,000 քաղաքացու հրապարակելով են հեռախոսի համարը, որ իրանք զանգեն եւ email ուղարկեն ազգային ժողովին, որ իրանք նույնպես ցանկանում են հանդիպել, ընդ որում այդ հանդիպան օրը ազգային ժողովն է որոշում։ Ռուբեն Ռուբինյանը հայտարարի, թե ինքը որոնն է պատրաստվում կազմակերպել քաղաքացիների ընդունելություն։ Մենք Հայաստանի քաղաքացիներով իրավունք ունենք, զանգենք, գրանցվենք, գնանք մասնակցենք ընդունելությանը։ Կարող ենք դա անել 50,000 հոգով։ Օրինակ ես կարծում եմ, որ հենց դա կարա լինի այն հանրային պրոցես Ռուբինյանի հետ մենք ուրիշ հարց չունենք քննարկելու կամ վարչապետին անվստահություն հայտնելու գործ։ Այնց որ եթե առաջիկայում լինի որևէ նախաձեռնություն իրական վարչապետին անվստահություն հայտնելու, մենք կգրանցվենք 50,000 հոգով պարոն Ռուբինյանի, պարոն Արշակյանի, պարոն Ալեն Սիմոնյանի, խաղաղության աղավնի ինքնահռչակված Վահագն Ալեքսանյանի որը հեչ նման չի աղավնում։ Բացարձակ։ Բայց բոլոր խաղաղության կենթանիների հետ մենք պատրաստ ենք հանդիպելու մեր երկրում իրական խաղաղություն հաստատելու ազնիվ մտադրությամբ, որի շահառուն են լինելու նաև իրենք, որովհետև իրենք չգիտեն հիմա դեռ ինչ կրակի հետ են խաղում, ինչ փորձանք են բերել մեր երկրի գլխին եւ ինչ են պատրաստում բերել, բայց մենք դա շատ լավ հասկանում ենք եւ մենք դա պատրաստ ենք կանխել եւ ես կարծում եմ, որ նման դեպքերում, որ պահին որ մենք դիմենք մեր հանրության աջակցությանը այս գաղափարները առաջ մղելու հարցում, այդ աջակցությունը մենք կստանանք 1 ժամում։ Հասարակության մեջ իսկապես կա մեծ գեներացված ուժ, ընդդիմադիր ուժ այս իշխանություններին, մարդկանց բոլորին ամեն մեկին իր առիթով սրանք զզվացրել են եւ խաբել են ինչքան հնարավոր է, իսկ մարդիկ փողոց դուրս չեն գալու միայն ամանևին կարիք չկա իմ ելույթները կամ ուրիշների ելույթները լսելու համար փողոց դուրս են գալու գործողության։ Այդ գործողության պահը կհրապարակվի ըստ պատշաճի, որպեսզի մենք մարդկանց որևէ նեղություն չտանք եւ իրենց ներկայությունը փողոցում ունենա ֆունկցիոնալ արդյունք։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Իմ հյուրն էր հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, ձեզ հետ էր Դավիթ Ֆիդանյանը, բաժանորդագրվեք Anti-Fake YouTube-յան ալիքին, կհանդիպենք։